Սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես լավն ենք, չնայած որ ահավոր խառն ու ծանրաբեռնված ամիս է մեզ մոտ, բայց լավ ենք ու ես պատշգամբում սուրճ էի խմում, որոշեցի վլոգ սկսեմ, ձեզ ողջունեմ, քանի որ պատրաստվել եմ, ինչպես տեսնում եք, ու պետք է տանից դուրս գանք, մամայիս հետ եմ այս անգամ տանից դուրս գալու, քանի որ Արջևում ունենք հարսանիք ու ոչ նվեր ենք ընտրել, ոչ էլ հագուստ մեր համար, գնում ենք, երեխեքին ընտրել եմ, հագուստները գնված են, իրանք պատրաստ են հարսանիքին, մնացել ենք ես ու մամաս, հիմա գնում ենք, տեսնենք ինչ-որ մի հարմար բան կկարողանանք մեր համար գտնել, թե չէ, այդպես այնքան խառն մեր օրերն անցնում, այնքան արագ է անցնում, որ չեմ հասցնում նույնիսկ խանութ գնալ ու իմ համար ինչ-որ մի բան ընտրել, այսօր մի կերպ այսպես ժամանակ եմ գտել ու հիմա գնում ենք խանութներով, դե բնականաբար դուք էլ կգաք մեզ հետ, լինում է չէ շրջան, որ այսպես որ ամեն ինչ խառն է լինում, չես հասկանում օրդ ոնց է սկսվում, ոնց է ավարտվում, ոնց դասավոր ես, որ ամեն ինչ հասցնես, հիմա այս ամիս մեր մոտ այդ շրջանն է, հարսանիք, հյուրեր, էլի առիթներ, ծնունդ, ու չհաշված Նինայից բարի խմբով ունենք նորից մրցույթներ, պարային հաշվետու համերգ, որը պետք է կայանա ու դրա այդ փուլում պատրաստվում են մի խոսքով ահավոր խառն ենք ու չեմ կարող այսպես վլոգներ նկարել, որոշեցի այսօր այսպես թեթև առօրյա հետաքրքիր վլոգ նկարել, այդպես սուրճս խմեմ, մամաս պատրաստվի, դուրս գանք, Անգելինային տարել եմ մանկապարտեզ, Նինան տանը կմնա գիրք կկարտա, մինչև մենք կգանք։ Սիրոններս մենք արդեն Կիրովում ենք, այստեղ Կիրովի խանութներով մանկալով կգնանք, տեսնենք որտեղ ինչ կհանդիպի, հետո կընտրենք, այդպես։ Ժողովուրդ ջան, մենք արդեն տանն ենք, հիմա սուրճ եմ դրել, սուրճ խմենք, հարմանանք, հանգստանանք, որից հետո կկիսվեմ ենք գնումներով։ Երկուակ սիրոնիկ շորիկ եմ վերցվել, որպեսզի համ կարողանամ առիթներին հագնել, համ էլ առօրյային։ Սիրոններս, ինչպես տեսնում եք, ես նորից դրսում եմ, գնում ենք բարի, սուրճս խմեցի ու դուրս եկանք, չհասցրեցի շորիկներս ցույց տամ ձեզ, բայց գնանք բարի գանք, ցույց կտամ։ Այդպես լավ ես Նին։ Սիրուններս, ես արդեն տանն եմ, չնայած նրան, որ բավականին հոգնած եմ ու մի փոքր սոված, մերոնք հաց են դնում, որ հաց ուտենք, բայց մինչև այդ եկա ննջարանը, որպեսզի այսօրվա գնումներով սկսվեմ, միասին նայենք, թե ինչեր եմ ես գնել։
Իրականում շատ բան չեմ գնել, երկու զգեստ եմ գնել, որից մեկը հարսանիքի համար էր, քանի որ ես ասել էի, որ մենք առաջիկայում հրավիրված ենք հարսանիքի, այդ առիթով ես իմ համար գնել եմ այսպիսի երկար սև զգեստ, իր մատերիալը շիֆոն է, կտորը, հասարակ, վրան ոչ մի ավելնորդ բան չկա, բայց ես մտածում եմ, որ իրան կարող եմ համադրել ինչ-որ ցեպոչկայով կամ մարգարիտներով գոտիի հետ նուրբ, կամ ինչ-որ շղթա լինի, հա, այսպես վրան եկող, եթե կարողանամ գտնել իմ ուզածը, իմ պատկերացրածը, իր հետ կհամադրեմ, եթե չէ, այսպես կհագնեմ, արդեն դիմահարդարումով, մազերով, կարծում եմ, որ շատ սիրուն կլինի, կարևորը հով է, թեթև ու տոնական։ Հետո վերցրել եմ այսպիսի կապույտ, ծնկից ներքև, շատ երկար չի, թեթև առօրյա շորիկ, ու իր հետ կա նաև գոտի։ Իրականում այս կապույտ շորիկը գնելուց առաջ շատ երկար մտածեցի խանութում, գնեմ, թե չգնեմ, բայց ինձ սազում էր իմ աչքերին, ես որ շատ վաղուց այսպիսի վարդույթներ չեմ հագել, միշտ եղել եմ սևի մեջ, իմ աչքին շատ սիրուն երևաց մալադյորնի թեթև զգեստ էր ու վաճառողուհին էլ շատ լավ համբյուր աղջիկ էր ու ասաց, որ իսկապես ինձ շատ է սազում, այդպես որոշեցի վերցնել։ Իրականում այս վերջի տարիներին շատ երկար ու հանգամանքներից ելնելով միշտ սև զգեստի մեջ եմ եղել, ինձ ոչ մի կերպ ուրիշ հագուստի մեջ չեմ պատկերացրել, ուրիշ երանգի, չնայած նրան, որ ես ամուսնությունից առաջ միշտ հագել եմ վառ գույնի, կարմիր, դեղին, սպիտակ, որը իմ ամենասիրելի գույնն է, բայց այս վերջի տարիներին միշտ սև եմ հագել, բայց կարծում եմ ժամանակն է ինձ այդ ճակերտների միջից հանելու, մի փոքր զգեստապահարանս այլ գույներով լցնելու, ուզում եմ փոքր քայլերով հասնեմ դրան, որ վերջնական սև զգեստը իմ զգեստապահարանից դուրս գա, որովհետև իրականում արդեն շատ եմ հոգնել այդ գույնից, որ նայել էլ չեմ ուզում, բայց անկախ ինձանից, երբ գնում եմ ինձ ինչ-որ մի բան գնելու, ամենաառաջինը աչքիս առաջ գալիս է սևը ու սևի մեջ եմ ինձ հարմարավետ զգում, գուցե դա պայմանավորված է նաև իմ ավելնորդ քաշի հետ, որ ուզում եմ թաքցնել, բայց այդ հարցով էլ եմ ես զբաղվելու առաջիկա մոտ օրերս, այնպես որ այլևս քաշիս էլ չեմ նայելու ու քիչ ուզում եմ ինձ բերել այն կետին, որ ես արդեն առանց կոմպլեքսների հագնեմ նաև այլ գույների հագուստներ։ Այդպես սիրուններս, իսկ հիմա գնամ հաց ուտեմ, եւս մի բաժակ սուրճ խմեմ, դեռևս այսօրվա վերջի սուրճս, իսկ ընթացքում եթե հետաքրքիր ինչ-որ բան լինի, անպայման կկիսվեմ ձեր հետ եւս։ Բարի լույս սիրուններս, մեր մոտ օր է փոխվել ու առավոտ շուտ իմ աղջիկները ինձնից պահանջել են շաուրմա, ես դրել եմ բաղադրիչները, որպեսզի պատրաստեմ շաուրմա ու որոշեցի ձեր հետ եւս կիսվել իմ տարբերակով։ Շաուրմայի համար մեզ անհրաժեշտ է բնականաբար լավաշ, առանց որի չի լինի շաուրմա, հավի կրծքամիս, բանջարեղեն, որտեղ ես օգտագործելու եմ թարմ վարունգ, լոլիկ, պղպեղ, կաղամբ, կարտոֆիլ, մեզ պետք է գալու նաև մարինացված վարունգ, կետչուպ, աղ, աջիկա և խմելի սունելի ու մի փոքր ձետ,
Ասեմ, որ շաուրմայի բաղադրիչները ամեն մարդ պատրաստում է այնպես, ինչպես որ ինքն է սիրում, այսինքն օգտագործում է այն բանջարեղենները, որոնք որ սիրում եք դուք եւ ձեր ընտանիքի անդամները։ Մենք նախընտրում ենք այսպես։ Ու քանի որ պետք է միսը եւ կարտոֆիլը նախապես եփված լինի, դրա համար կսկսենք մսի մշակմամբ։ Ես միսը կկտրատեմ, կհամեմեմ ու այս անգամ որոշել եմ, որ չէ միսն ու կարտոֆիլը տապակել ձեթի մեջ, այլ դնել չերոց, կարծում եմ այդպես ավելի համեղ կլինի ու ավելի առողջարար։ Վերջ սոսը պատրաստեցինք, ասում ենք բանջարեղենների կտրատմանը։ Ամեն ինչ պատրաստ է, ժամանակն է հավաքելու մեր ուտեստը։ Ահա եւ մեր շաուրման, իսկ համի մասը կարող եմ ասել, որ անմահական համ ունի, դե իսկ տեսքը ինքներդ եք տեսնում։ Մենք մեր առավոտվա նախաճաշը արեցինք, պատրաստվեցինք ու տալիս դուրս ենք եկել, գնում ենք հիվանդանոց։ Անգելինաս, քանի որ հիվանդացել էր մի որոշ ժամանակ առաջ, այդ գրիպից ականջները խցանվել է, հիմա գնում ենք, որ ականջները բացեն, մաքրեն։ Այդպես գնանք հիվանդանոց էլ կանք ու անցնենք մեր օրվա մյուս գործերի։ Լավ ես, Անգել։ Մենք հիվանդանոցից դուրս եկանք, Անգելինայի ականջները մաքրեցին, իմ աղջիկը խելոք նստեց, արագ վերջացրեցինք, հիմա գնանք խանութ, հետո տուն, որովհետև ժամը 2-ին Նինաս արի է, ընդեղից հետո արդեն կգնամ իր գործերով։ Սիրուններս, ես հիմա գնում եմ խանութ, տան բոլոր գործերը վերջացրեցի, հիվանդանոցից եկա, գնացինք Պարի, Պարից էլ եկա, հիմա գնում եմ Գուգո Գագո
ուզում եմ իմ շորիկի համար ցեպոչկա վերցնել, որպես գոտի, տեսնեմ եթե իմ ուզած տարբերակը կա, չէ արի անջը, հույսով եմ, որ իմ ուզած ու պատկերացրած տարբերակը կգտնեմ, որպեսզի շորիկիս հետ սիրուն հագնեմ, իսկ Անգելինային տանում ենք մեր հետ, որպեսզի խելոք մնա։ Սիրուններս, ես վերջապես տանն եմ, մի փոքր մրսած եկա ու երկարաթև հագա, որովհետև իսկապես դրսում բավականին ցուրտ է ու ես երեկոյան ժամերին չես կարող պարզապես կարճաթևերով տանես դուրս գալ, մրսելու աստիճան ցուրտ է ու երևի պայմանավորված է մի քանի օրվա սառը ցիկլոնից, որ պատել է Հայաստանում ու տարբեր վայրերում ահավոր փոթորիկներ ու տորնադոներ են, որը բաժին հասավ նաև Գյումրիին, մի քանի օր առաջ նույնիսկ հաստափոր ծառեր էր արմատախիլ արել, ահավոր ուժեղ քամիներ էր, բայց հույսով եմ այս ամեն ինչ արագ կանցնի ու մենք վերջապես կկարողանանք ամառը վայելել, այդպես ասելու էլ ոչ մի բան չունեմ, որովհետև արդեն երեկո է ու նկարելու առանձնապես բան էլ չկա, նստենք, հանգստանանք, երևի կգնամ ու քուրիկիս հետ մեր այսօրվա վերջի բաժակ սուրճը կխմենք, թե այսքանով այսօր էլ այսպիսի խառը վլոգ ստացվեց, մի փոքր շոփինգային, հիվանդանոցային ու առօրյա վլոգ ստացվեց, բայց կարծում եմ, որ կարողացա ձեզ դրական էմոցիաներ փոխանցել, այնպես որ այսքանով եկեք վլոգը ավարտենք, ասում եմ ձեզ մնաք բարով և խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, դե իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, պակա-պակա։